Գործարար ալիքն եք լսում կամ դիտում, եթե մեզ լսում եք, ապա FM 106 եւ 5 հաճախականության վրա եք, եթե դիտում եք մեզ, ապա գործարար ալիքի լրատվական ռադիոյի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքում եք կամ Facebook-ում եք կամ թվային ինչ-որ այլ հարթակում, որտեղ որ մենք ներբեռնում ենք Դարփինյանի ժամը հաղորդումը, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Գումարյանն է աշխատում, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Դարփինյանն է, բարև ձեզ։ Դավիթ ջան, ողջույն, ունկնդիրներին լավագույն մաղթանքներս, բարև ձեզ։ Այսօր առաջարկում եմ խոսենք մի երևույթի մասին, որը, չգիտեմ, էլի հայկական ընկալումների մեջ, մեր բոլորիս ընկալումների մեջ, օրինակ դուք ձեզ եվրոպացի համարում եք, պարոն Դարփինյան։ Ես ինձ համարում եմ արևելյան արժեհամակարգի գրող, եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչ։ Եվ կուզեի շատ, որպեսզի յուրաքանչյուր հայաստանցի իրեն հենց այդպես վերաբերվեր։ Եվ դրա վերաբերյալ իհարկե ես ունեմ իմ նաև տեսական մոտեցումները եւ հիմնավորումները։ Տեսեք, այդ երկու հարթությունը քաղաքակրթական եւ արժեհամակարգային։ Իմ կարծիքով ինչ որ մի պահի եւ ոչ այնքան մեր մեղքով իրար նկատմամբ հակասության դուրս եկան։ Եթե վերցնենք քաղաքակրթական հարթությունը, դեռևս 1700 շատ հեռու չեմ գնում, 1773 թվականին հնդկական Մադրասում մեր հրաշալի խումբը Շահամիր Շահամիրյանի, Մովսես Բաղրամյանի եւ Հովսեփ Էմինի մասնակցությամբ հրապարակեց մի հսկայական մեծ նշանակություն ունեցող աշխատություն, Որոգայթ փառացը, որը ըստ էության հանրապետություն որպես արժեք Սահմանադրական իրավունքի եզակի լավագույն եւ միգուցե հենց առաջին նմուշներից մեկն էր։ Դա արդեն ապացույց է, որ մենք կանգնած ենք եվրոպական քաղաքակրթության հիմքում, որովհետեւ ֆրանսիական հեղափոխությունը տեղի ունեցավ դրանից մի քանի տարի հետո եւ հանրահայտ դեկլարացիան մարդու իրավունքների եւ ազատությունների մասին հրապարակվեց Որոգայթ փառացից նույնպես մի քանի տարի հետո։ Որոգայթ փառացը դա մի աշխատություն էր սահմանադրական իրավունքի, անձի ազատությունների, պետություն եւ անձ, քաղաքացի հարաբերությունների, իշխանությունների տարանջատման, մի հսկայական շեդևրային փաստաթուղթ էր, որի նշանակությունը, դերը, արժեքը մեր պատմության, մեր ինքնության մեջ, ես կարծում եմ մենք վերագնահատելու հսկայական գործ ունենք։ Եվ նույն եվրոպացիներին ներկայացնելու, որ մենք ենք, լսեք, մենք ենք կանգնած եղել, մեզանից է եկել այս գաղափարը։ Մինչդեռ մենք անգամ մեր այս հերոսների անունները երևի չենք կարողանում արտաբերել։ Հիմնականում հոլովում ենք, իհարկե, արժե հոլովել Շահամիր Շահամիրյանի անունը, բայց ֆիքսենք, որ նրա միջոցներով նա հիմնականում հովանավորն էր այս աշխատության, բայց այնտեղ ինտելեկտուալ հսկայական ներդրում ունի Արցախի ծագում ունեցող քահանա Մովսես Բաղրամյանը, օրինակ, որի անունը ես կարծում եմ, որ մեր լայն հասարակությանը հայտնի չէ։ Ինչու հայտնի չէ։ Նորից հետ են գալիս պատմությանը, մենք չենք վերագնահատել մեր պատմությունը։ Մենք գիտենք մեկ Բաղրամյան, որը մեր Մարշալ Բաղրամյանն է, այո, նա էլ, ասենք, իմ կարծիքով ընդհանրապես սովետական մեր ժառանգության արդյունքում ունենք դա, այսինքն սովետական ռոպագանդան կարողացավ նրան մեծարել եւ դրա արդյունքում մենք ունեցանք Մարշալ Բաղրամյան։ Իհարկե հերոսությունը այստեղ որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց կար Մովսես Բաղրամյանը, որը ինտելեկտուալ հսկայական ներդրում ուներ Որոգայթ փառացի մեջ։ Եվ ուրեմն քաղաքակրթական տեսանկյունից ես այո ինձ համարում եմ եվրոպացի։ Բայց կա նաև այլ հարթություն, արժեհամակարգային հարթությունը, որը կենցաղային բարքերի, հասարակական հարաբերությունների, մարդկանց միջև փոխհարաբերությունների, քաղաքացի պետություն փոխհարաբերությունների, վարքագծի, մեծերի նկատմամբ վերաբերմունքի, կանանց նկատմամբ վերաբերմունքի, այստեղ կան արևելյան շատ հստակ կանոններ, որոնց ներկայացուցիչն ենք մենք, եւ ես կարծում եմ, որ այս հակասությունը արժեհամակարգային ավելի շուտ եկավ եվրոպացիներից։ Տեսեք, մեծերի նկատմամբ պատկառանքը, մեծարանքը, ծնողների նկատմամբ այդ պատասխանատվությունը եւ վերաբերմունքը գալիս է այնուամենայնիվ արևելյան քաղաքակրթությունից, արևելյան արժեհամակարգից ավելի ճիշտ։
Չինացիները մինչև այժմ եւ երբեք չեն ունեցել կենսաթոշակային համակարգ։ Պետությունը այնտեղ մեծերի նկատմամբ, ծերերի նկատմամբ որևէ հոգ չի տանում, համարելով, որ դա հենց հաջորդ սերունդների խնդիրն է, որդիների, զավակների խնդիրն է։ Ես հիշում եմ սովետական միությունում մենք ունենք երկու արգումենտ, որով լոպազավարի պարծենում ենք բոլորի առջև, ասում ենք մեր Հայաստանում մենք չունենք ծերանոցներ եւ չունենք այդ սթափարաններ, վիտրիզվիցելներ, ասում ենք, որովհետեւ մենք մեզ համար ամոթ է գիտենք եւ այլն, նախ մեզ համար ամոթ է, որ մենք մեր ծնողներին հանձնենք ծերանոց, մենք ենք հոգ տանում եւ մենք պատասխանատվություն ենք կրում եւ ուրեմն այդ բանի վիտրիզվիցելների մասով էլ սթափարանների ուրեմն ասում ենք մենք այնքան ուժեղ ենք, մեր հայուգենը այնքան ուժեղ է, որ ինչքան ուզում ենք խմենք, մենք չենք հարբում։ Ուրեմն ինչ եղավ, 30 տարի անցավ, պարզվեց, որ մենք նախ ծերանոցների թիվը շատացավ եւ մենք սկսեցինք հանձնել ծնողներին այդ ծերանոցները եւ այդ սթափարանները ուրեմն սկսեցին լցվել, սթափարաններին գումարվեցին նարկոլոգիական տարբեր տեսակի ուրեմն հաստատությունները, որոնք նույնպես սա ինչ է նշանակում, այսինքն մենք արժե համակարգից շեղում ենք թույլ տալիս, արդյոք դա այդ շեղումը պայմանավորված չէ այդ թվում մեր այսպես ասած եվրոպական նկրտումներով կամ եվրոպացիների ոչ այնքան գրագետ մոտեցումներով իմ կարծիքով, հենց Եվրոպան դրեց այդ պատնեշը իմ կարծիքով մեծագույն սխալ թույլ տվեց, երբ սկսեց ներխուժել ընտանիքներ, ներխուժել կենցաղ, այսինքն ընտանեկան հարաբերություններ, տեսեք գենդերային, այսպես ասած տարբերակումներ, իրավունքներ, այդ LGBT-ն որ կա, այսինքն այդ ուրեմն հարաբերությունները։ Եթե նայենք այս ամեն ինչին, մեծերի նկատմամբ պատկառանք։ Տեսեք, չինացիները մի հրաշալի ասույթ ունեն, ուրեմն ասվում է այսպես. նա ով եղել է ինձ մեկ օր ուսուցիչ, նա ինձ հայր է ամբողջ կյանքի համար։ Ճապոնացիները երբ ասենք մետրոյում պրոֆեսորը դասախոսը ուսուցիչը մտնում է մետրոյի վագոն, բոլորը ոտքի են կանգնում։ Եվ նրանք այդ ուսուցիչները ունեն տարբերակող նշաններ, հա, այսինքն պատկառանքը ուսուցչի նկատմամբ, պատկառանքը մեծի նկատմամբ, պատկառանքը հոր նկատմամբ։ Ինչ է ասում այսօր տեսեք եվրոպական կանոնը, հա, ասում է եթե ընտանեկան հարաբերություններում հանկարծ եթե քո հայրը քեզ նեղացրեց, դու կարող ես գնաս ոստիկանություն եւ հորդ վրա, ասենք, գրես դիմես պետության պաշտպանությանը, այսպես ասենք, դանոսը գրես հորդ վրա, ասենք, տեսեք։ Հիմա հարևելյան արժե համակարգի մեջ դա չի տեղավորվում։ Դա մեր արժե համակարգի մեջ չի տեղավորվում։ Հիշում եք մենք գուսանական մի երգ ունենք ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի։ Հիմա շատ էլի հեռու չգնամ, իմ օրինակը բերեմ։ Ասենք ես հիմա ծխելուց ու ծխախոտից 1000 կիլոմետրներով հեռու եմ։ Ինչու եմ հեռու։ Մի հատ դպրոցական ժամանակահատվածում հայրական ապտակի արդյունքում։ Ես օրս շատ շնորհակալ եմ այդ ապտակը ստանալու համար, որովհետև ես իմ վարքագծի մեջ, իմ ապրելակերպի մեջ մինչև կյանքիս վերջ ես արդեն համապատասխան կանոններ ունեմ, որովհետև ես հասկացա, որ դա ուղղակի չի կարելի անել։ Հիմա եթե ես լինեի այսօրվա եվրոպացի, ես պետք է գնայի հորս հանձնեի ոստիկանություն, նրան էլ զրկեին, ասենք, ծնողական իրավունքներից, ասենք, սա ֆանտասմագորիա է, էլի, մեր հասարակության մեջ, մեր պատկերացումների համար, դե հիմա ասենք, հիմա գիտեք, ասենք, մեր մոտ էլ արդեն սողոսկել, ասենք, հոր վրա են գրում, ուսուցչի վրա են գրում, բան։ Սա մի խայտառակ բան է, բարոյական արժեզրկում է։ Ես ընդհանրապես համարում եմ, որ այս մեր արևելյան բարոյականությունը մեր ողնաշարն է, մեր երկրի, ազգի ողնաշարն է, դա այդ ողնաշարին չի կարելի ձեռք տալ։ Եվ եթե Եվրոպան այստեղ դրեց այդ պատնեշը, ցավոք սրտի դրեց իմ կարծիքով, ոչ միայն, ասենք, այդ մեծերի հետ կապված վերաբերմունքը դեպի մեծեր, հա։ Վերաբերմունքը դեպի, այսպես ասած, գենդերային խնդիր։ Ես օրինակ համարում եմ, որ մենք երբևիցե չենք ունեցել հայ հասարակության մեջ գենդերային խնդիր մենք երբևիցե չենք ունեցել։ Ես ինքս եմ այդպես համարել, ես համարում եմ, որ մենք մեր կանայք մեզ համար աստվածային արժեք ունեցող իսկապես բան են, հասկացություն են եւ
ասենք մոր նկատմամբ մեր պատկառանքը, մեր ակնածանքը ես որևէ տեղ աշխարհում չեմ տեսել։ Համենայն դեպս երևի արևելյան երկրներում նույնպես կտեսնես այդ նույն բանը, բայց մենք մորը մայր հասկացությանը միշտ փառաբանել ենք, հա։ Հիմա դրանից ավելի մեծ գենդերային, ուրեմն բան, մենք դասեր կարող ենք տալ ցանկացած եվրոպացու մոր նկատմամբ կամ կնոջ նկատմամբ կամ քրոջ նկատմամբ մեր վերաբերմունքի համար։ Հիմա եւ բացարձակ պարտադիր չէ, չնայած երևի ցանկալի է, որ իշխանության որոշակի հատվածներում կանայք լինեն։ Ասենք նորվեգացիները պարլամենտի մի 70% ոնց որ կին է, Ֆինլանդիայում նույնպես այդպես ասենք հիմնականում հյուսիսային երկրներում կանանց ավելի շատ տեղ են տալիս քաղաքականության մեջ, բայց ով է ասել, որ հենց քաղաքականության մեջ կանանց ներգրավումն է ավելի ճիշտ։ Ես օրինակ կարծում եմ, որ մենք մեր կանայք բացարձակ իշխանություն ունեն կենցաղում։ Բացարձակ իշխանություն է։ Եվ դա իմ կարծիքով շատ ավելի կարևոր է, քան քաղաքականության։ Իսկ քաղաքականությունը որպես կեղտոտ գործ նրանք թողել են մեզ, պատվիրակել են մեզ, հանձնարարել են մեզ, միգուցե տղամարդկանց։ Չնայած ես դեմ չեմ այս հաշվով այդ որ կուսակցական ցանկերում ցուցակներում, երրորդն է, չորրորդն է, բայց կվոտան էլ է էլի տհաճ բան, այսինքն որ դի անպայման ամեն երրորդը տարբերակում ենք։ Նորից տես, ես չգիտեմ, միգուցե դա գալիս է նրանից, որ մենք, ասենք, երկար ժամանակ այդ հարթություններում կին չենք ունեցել կամ բավարար թվով կանայք չենք ունեցել, միգուցե դա է պատճառը, որ այդ քվոտաները սահմանել ենք, բայց ամեն դեպքում ես օրինակ տեսնում եմ այսօր բոլոր ոլորտներում, մասնագիտական ոլորտներում օրինակ կանայք երիտասարդ աղջիկները կանայք մեծ դեր են կատարում այսօր հասարակության մեջ։ IT թվերն է շատ ուժեղ, օրինակ հայ կին ծրագրավորողները IT սեգմենտում շատ լուրջ տոկոս են կազմում աշխարհի մասշտաբով։ Ես տեսնում եմ փաստաբանական գործունեությամբ զբաղվողները, ես տեսնում եմ պրոֆեսիոնալ ֆինանսիստները, դա հսկայական քանակ է կա, PR-շիկները, այսինքն դեռ ասենք մամուլի ներկայացուցիչները կանայք այսօր մեր մոտ գերիշխում են, մենք չունենք նման խնդիր, հասկանում եք, գենդերային խնդիր մենք գոյություն չունի։ Այո, ասենք, ինչ վերաբերում է ընտանեկան բռնություններ, բաներ, դա խստորեն պետք է պատժել, իսկապես պետք է պատժել, որովհետև դա հարիր չէ մեր արժեհամակարգին, ընտանեկան բռնությունը հարիր չէ մեր արժեհամակարգին, դա այդտեղ բան չի։ Այստեղ մի հատ խնդրեմ կա, կուզեի եթել էլի, քանի ես թեմային հասել ենք, եթել քննարկենք։ Խնդիրը ոչ այնքան այդ օրենսդրությունն է, ինչքան այդ օրենսդրությունը առաջ բրթող մարդկանց այսպես ասենք, հա, ներկայացումը, որ կանանց տեղ չտալը, կանանց նեղացնելը, դուք հետաքրքիր բան ասացիք, դրա համար այդ մտքովս անցավ, մեր ազգային դիմագծի մի մասն է։ Այսինքն այս մարդիկ գտնում են 4 հատ ուռոդի, ով իր կնոջը, քրոջը, մորը կամ ինչ որ ուրիշի քրոջ, ուրիշի մորը լավ չի վերաբերվում եւ փորձում են դա տարածել ինչ որ ազգային վարքագծի վրա, ասելով որ դե մենք պիտի փոխվենք, որովհետեւ մեր վարքագիծն էսպիսին է, մինչդեռ մեր վարքագիծը ձեր նկարագրածն է, որի մասին դուք քիչ առաջ խոսում եք, իսկ դա ինչ որ մի խումբ հիմարների, մի խումբ ուռոդ մարդկանց անդաստիրակների, չգիտեմ ոնց անվանեմ, իրանց վարքագիծն է։ Բացարձակ այդպես է, համաձայն եմ եւ ընդհանրապես պիտի ուղղակի փաստեմ, սա ֆիքսենք ու հասնենք առաջ։ Ֆեմինիստական որևէ խնդիր մենք այս երկրում լուծելու չունենք։ Մենք վաղուց լուծել ենք այդ խնդիրները, որոնք այսօր կարողապատահ Եվրոպայում ուզում են լուծել, բայց մենք լուծել ենք, մենք պիտի դա ներկայացնենք աշխարհին, ոչ թե ասենք 2-3 ձեր ասած ուռոդների, որոնք ասենք իրենց կանանց կարող է բռնության ենթարկեն ընտանիքներում։ Դա իսկապես դա խստագույնս պետական պատժի ենթակա բան է, հանցանք է։ Բայց մենք չունենք այդ խնդիրը ֆեմինիստական։ Բայց տեսեք, որ Եվրոպան հիմա մի քանի օր առաջ Փառապանց Կատրին Դնյովի 80-ամյակն էր։ Ամբողջ Ֆրանսիան, ամբողջ աշխարհը Կատրին Դնյովին, ասենք, մեր սերունդը, մեզանից ավելի ավագ սերունդը, ձեր սերունդը, ես կարծում ձեզանից հետո սերունդը գոնե ասենք տեսնելու համար անգամ, ասենք, միշտ ունեցել է այդ բանը ցանկությունը գոնե տեսնելու։ Կատրին Դնյովի 80-ամյակի կապակցությամբ մի ֆիլմ էր Ֆրանսիայում, ուրեմն լույս տեսել, պրեմիերան եղավ, Բենեդիկտ էր այդ ֆիլմի անունը, նվիրված էր հանրահայտ ֆրանսիական պետության նախագահ Ժակ Շիրակի կնոջը, Բենեդիկտ Շիրակին։ Ուրեմն Կատրին Դնյովը գլխավոր դերում հրաշալի, ես տեսել եմ ֆրագմենտները ֆիլմի, դեռևս թարգմանված չէ, ես կարծում եմ, որ կհայտնվի մեր էկրաններում, բայց ինչի մասին է այդ ֆիլմը։ Ֆեմինիզմի մասին է ֆիլմը։ Այսինքն այդտեղ ներկայացվում է Բենեդիկտ Շիրակը որպես սկզբից որպես Ժակ Շիրակի կին, տիկին,
որը կատարում է տիկնոջ պարտականությունները, բայց ինչ որ մի փուլից նա զգում է, որ ինչ որ ֆեմինիստական շարժում պիտի սկսում է շարժումը եւ այդ ամբողջ process-ում անգամ Ժակ Շիրակին այնքան էլ հրապուրիչ տեսքով չեն ներկայացնում, այսինքն այսօրինակ եթե այսօրվա Ֆրանսիայում ֆեմինիստական խնդիր են բարձրացնում իմ կարծիքով դա նույն Ֆրանսիայում էլ արդեն ժամանակավրեպ է, արդեն այդ խնդիրը իմ կարծիքով չկա եւ չարժե դա բարձրացնել։ Շարունակեմ։ Ուրեմն ֆեմինիզմի մասին խոսեցինք, մեծերի փոքրերի մասին խոսեցինք, այդ բանը սեռական փոքրամասնությունների հետ կապված շատ հետաքրքիր բան է։ Գիտեք, դարձրել են քաղաքական հարց, բարձրացրել են քաղաքական հարթակներ, իրավունքների մասին խոսք է գնում։ Հանրահայտ բանը կար, ռուս դերասանուհի կար Ֆայինա Ռանևսկայան։ Մի հրաշալի ֆորմուլա էր տվել ժամանակին։ Ասում են յուրաքանչյուր ոք ունի բացառիկ իրավունք իր հետույքի վերաբերալ տնօրինել, տիրապետել եւ օգտագործել այնպես, ինչպես գտնում է նպատակահարմար։ Հասկանում եք, յուրաքանչյուր ոք իր հետույքի տերն է եւ այն մյուսի գործը չի թե նա ինչպես է օգտագործում։ Դա բացարձակապես մասնավոր ոլորտում գտնվող խնդիր է, սա հանրայնացման որևէ թեմա չի, հանրային խնդիր չի, իրավունքի հարց չի։ Յուրաքանչյուր ոք ունի իրավունքը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու սեփական հետույքը այնպես, ինչպես գտնում է նպատակահարմար։ Հիմա մենք ընկել ենք այս հիմարության հետևից տարբեր տեսակի իրավունքներ, դրոշներ, մարդիկ, դրան ընդհանրապես դա հանրայնացման թեմա չի։ Մասնավոր ոլորտում գտնվող privacy-ի խնդիր է, դա ասենք մասնավոր կյանքի խնդիր է։ Բացարձակ դա չարժեր բարձրացնել այսպես արժեքային հարթակ, բացարձակ չարժեր դրանով իսկ Եվրոպան, գիտեք, դրանով իսկ ինքը այդ անջրպետը ստեղծում է մեր ու իրանց միջև ոչ թե մեր արևելքի, ես մեծ հաշվով եմ ասում, այսինքն այդ հակասությունը արևելքի եւ արևմուտքի միջև գալիս է հենց նաեւ դրանից, որ ներխուժեցին կենցաղ, ներխուժեցին մարդկային փոխհարաբերություններ, սեռական ոլորտ, հասկանում եք, դա իհարկե չարժեր անել, ես կարծում եմ դա մեծագույն սխալ է, որ եվրոպացիները թույլ տվեցին ու շարունակում են թույլ տալու, բայց մենք մեր խելքը եւ մեր ուրեմն փորձը գալիս է ապացուցելու, որ մենք բացարձակապես նման խնդիր չունենք եւ չպիտի ունենանք, դա մասնավոր մարդու խնդիր է։ Հիմա տեսեք, ասենք Լյուքսեմբուրգի վարչապետը իր տիկնոջ, որը նույնպես տղամարդ է, հետ եկավ, ասենք, մասնակցեց ընդհանուր հավաքին։ Նայում ես, ասենք, նորմալ է, այդ մարդու ճաշակը դա է, հիմա ասենք ճաշակին ընկեր չկա, չի կարելի դրա դարձնել հանրային խնդիր, չի կարելի դա օրինակ բերել, ասենք, դա ամեն մարդ ունի իր, ասենք, նախապատվությունները։ Հիմա այդ ոլորտն էլ այդպես, բայց վերադառնանք ակունքներին։ Հիմա Եվրոպան իհարկե ձևավորվեց սկզբից որպես տնտեսական միություն, տնտեսական շահերի պաշտպանության, տնտեսական ակտիվների միավորման միություն 51 թվականին Պողպատի եւ ուրեմն բանի ածղի ուրեմն արդյունաբերողները 6 երկրից Բենիլյուքսներ, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան ստեղծեցին այդ միությունը, հետո 57 թվականին դա դարձավ Եվրոպական տնտեսական միություն եւ այստեղ գալիս է արդեն Դե Գոլի ժամանակահատվածը, դրանից հետո Ֆրանսիայի փառահեղ նախագահը գեներալ Դե Գոլը 59-ից 69 թվականներին Ֆրանսիայի նախագահն էր, նա առաջ քաշեց շատ հետաքրքիր տեսություն Եվրոպան որպես կոնֆեդերատիվ մի ուրեմն միասնություն, որը տարբերությունների միավորում էր, ոչ թե ունիֆիկացված ինչ-որ մի զանգված, այլ տարբերությունների միավորում, այսինքն յուրաքանչյուր երկիր, որը կազմում է պիտի կողմ հանդիսանար Եվրոպական միության, պիտի ունենար իր յուրահատկությունը, իր բացարձակ սուվերենությունը, իր մշակութային համակարգը, այս ամեն ինչը եւ դրանով հանդերձ հարստացներ ընդհանուր Եվրոպական միությունը։ Ոչ թե ունիֆիկացվեր եւ ջնջվեր տարբերությունները, այդ տարբերությունների միություն լիներ կոնֆեդերատիվ սկզբունքով, դա Դե Գոլի սկզբունքն էր։ Բայց ցավոք սրտի պատկերացմամբ հաղթեց այնուամենայնիվ ունիֆիկացման մոտեցումը, որը այնքան էլ դրական բան չէ, որովհետև եթե մենք զգտում ենք դեպի Եվրոպա, եթե մենք գիտակցում ենք մեր քաղաքակրթական պատկանելիությունը Եվրոպային,
մեզ համար չափազանց կարևոր է, որ մենք մեր արժեհամակարգով մտնենք Եվրոպա եւ հարստացնենք Եվրոպան, ոչ թե կարևոր հարց կա, էլի պարոն Դարբինյան, ձեր թույլտվությամբ ընդհատեմ, որտեվ մենք վերջերս անընդհատ դրա մասին ենք խոսում, արդյոք մեզ այնտեղ սպասող կա։ Այսինքն, երբ մենք խոսում ենք մտնելուց, միշտ այդ հարցն է, էլի, արդյոք մեզ, որտեվ հիմա Եվրոպան այս քաղաքական կոնյունկտուրայի մեջ ինքը քննարկվում է որպես ռուսական այլընտրանք, մենք էլ ենք դրա մասին խոսել մի քանի հաղորդում առաջ, ուստեղ միշտ հարց կա, արդյոք մեզ այնտեղ սպասում են եւ ընդհանրապես արդյոք Եվրոպան ինչ որ մեկին սպասում է, որտեվ Թուրքիան է երկար ժամանակ փորձում, Վրաստանն է փորձում, Մոլդովան է փորձում, Ուկրաինան է հիմա փորձում, բայց կարծես թե չի ստացվելու, արդեն երևում է որ չի ստացվելու, ինքը Եվրոմիության մաս չի լինելու։ Արդյոք եվրոպական ընտանիքը նոր անդամների կարիք ունի։ Գիտեք, ցավոք սրտի գերիշխեց ոչ թե կոնֆեդերատիվ այդ տարբերությունների միության գաղափարը, այլ ունիֆիկացման, այսինքն տարալուծման գաղափարը գերիշխեց։ Եվ այստեղ ես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը Եվրոպայի վրա բավական մեծ էր։ Միացյալ Նահանգներին չէր բավարարում Եվրոպան որպես ինքնուրույն միավոր։ Միացյալ Նահանգները արեցին ամեն ինչ իմ կարծիքով, որպեսզի Եվրոպան չունենա իր առանձնահատկությունը եւ ինչպիսին են Միացյալ Նահանգները, չէ՞ որ դա էմիգրանտների երկիր է։ Միացյալ Նահանգների համար շատ կոմֆորտային կլիներ, որ Եվրոպան նույնպես դառնար էմիգրանտների երկիր։ Տեսեք, Լիբիայում Կադաֆին ոչնչացնելուց հետո այդ բանը աֆրիկական կալպակը Լիբիան այդ կալպակն էր հանդիսանում, էլի կափարիչներ, ուրեմն աֆրիկական ներհոսքը դեպի Եվրոպա հսկայական ծավալների հասավ եւ այստեղ Թուրքիան որպես գործիք սկսեց օգտագործվել այդ էմիգրանտների ներհոսքը կառավարելու գործիք եւ առանց Միացյալ Նահանգների ազդեցությունը այստեղ իհարկե գործը գլուխ չէր գա եւ այդ մոտեցումը չէր գերիշխի այսօր։ Ցավոք սրտի գիտեք, օրինակ ասենք այսօրվա Ֆրանսիայում խնդիրը որն է, ասենք այսօրվա եթե թերթերը բացեք կամ ֆրանսիական հեռուստատեսությունը նայեք, Ֆրանսիայի կառավարությունը Մակրոնի գլխավորությամբ խիստ մեթոդներ է փորձում կիրառել տնային ուսուցման նկատմամբ։ Մոտ 60,000 ֆրանսիացի երեխաներ այսօր կրթություն են ստանում ոչ թե հանրակրթական դպրոցներում, այլ տնային պայմաններում, հա։ Տնային պայմաններում, այսինքն չկա պետական վերահսկողության այն հարցի նկատմամբ, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում, ինչպես են դաստիարակվում, ինչպիսի արժեհամակարգի ներքո են դաստիարակվում, արդյոք այնտեղ օրինակ բան ռեսպուբլիկայի արժեքները ուրեմն ներարկվում են այդ մարդկանց, չէ՞ որ այդ 60,000-ն դրանք էմիգրանտներ են, դրանք ֆրանսիացիներ չեն, դրանք նոր եկող էմիգրանտներ են, ավելի վտանգավոր, շատ վտանգավոր է։ Այսօրվա Ֆրանսիայի նոմերածին խնդիրը, այսինքն այդ խնդիրը, որ այսօր Ֆրանսիան լուծում է, հենց այսօրվա խնդիր եմ ասում։ Ուրեմն խիստ սահմանափակումներ կիրառել տնային ուսուցման նկատմամբ, որովհետև տեսան, որ արդեն բանից անցնում է, ձեռից գնում է այս նոր սերունդը, էմիգրանտների սերունդը, որը լծվեց, որը պիտի ֆրանսիացի լիներ, չի դառնում ֆրանսիացի։ Չի դառնում ֆրանսիացի, դա ստեղծում է հսկայական խնդիրներ նույն Եվրոպայի համար։ Կամ տեսեք, ասենք Brexit-ը, հա, Մեծ Բրիտանիան անջատվեց Եվրոպայից։ Ինչ եք կարծում, սա առանց ամերիկյան ազդեցության իրականացվեց։ Դա բացառվում է, որ առանց ամերիկյան ազդեցության։ Միացյալ Նահանգները կարծում եմ նպաստեցին, որ Բրիտանիան անջատվեր, որտեղ Եվրոպան արդեն Բրիտանիայով հանդերձ շատ շուտ ժամանակահատվածում կկարողանար արդեն անցնել իր տնտեսական հնարավորություններով անցնել Միացյալ Նահանգներից։ Brexit-ը տեղի ունեցավ, այս էմիգրանտների հոսքը տեղի ունեցավ։ Նույն Թուրքիայի վարկագիծը տեսեք։ Ես համոզված եմ ուղղակի, որ Թուրքիայի վարկագիծը կառավարվում է Միացյալ Նահանգների կողմից, եթե հիշենք 2000-ականների սկիզբը, ես մի միջազգային կոնֆերանսի ժամանակ Ստամբուլում Էրդողանը նոր էր դարձել վարչապետ, այնտեղ դեռևս վարչապետական համակարգ էր, ոչ թե պրեզիդենտական, ուրեմն լսեցի նրա ճառը, այդ հրավերքով ես մասնակցում էի այդ կոնֆերանսին, միջազգային կոնֆերանս էր, թուրքական կոնֆերանս չէր, ուղղակի տեղակայման վայրը Ստամբուլն էր, ուրեմն նրա ամբողջ ճառը 2001 թիվն էր, ամբողջ ճառը նվիրված էր եվրոպական ինտեգրմանը Թուրքիայի։ Ուրեմն համար մեկ նպատակն էր դա Թուրքիայի Հանրապետության ինտեգրվել Եվրոպայի մեջ։ Դրանից հետո տարբեր, չէ, ժամանակահատվածներ եղան։ Այսինքն եղավ ժամանակահատված, նախ ինքը, ասենք, իր ավտորիտար կառավարման համակարգը կարողացավ նաև օրենսդրորեն ամրագրել,
վարչապետական պետությունը դարձրեց նախագահական պետություն, ամրագրեց իր իշխանությունը, արդեն առավել քան 20 տարի է իշխում է այդ պետությունում, հրաժարվեց ինչ-որ մի բան, ընդհանրապես բոյկոտեց Եվրոպային, հիմա որպես առանձին, այսպես ասած, ոչ միայն ռեգիոնալ, նաև փորձում է նաև համակարգային խաղացող հանդես գալ աշխարհի մակարդակով, վերջերս սկսել են նորից այդ խոսակցությունները եվրոպական ինտեգրման մասին միգուցե Թուրքիայի, բայց Եվրոպան այսօր շատ ավելի քիչ է պատրաստ Թուրքիային ինտեգրելու, քան 20 տարի առաջ։ Որովհետև Եվրոպան է փոխվել, թե որովհետև Թուրքիան է փոխվել, դա է կարևորը։ Որովհետև ցավոք սրտի Եվրոպան չկարողացավ իր ուրույն դերը, տեղը, նշանակությունը ֆիքսել եւ դառնալ առանձին գործող սուբյեկտ, ցավոք սրտի շատ դեպքերում Եվրոպան նույնականացվեց ՆԱՏՕ-ի հետ, շատ դեպքերում դարձավ դա ռազմաքաղաքական դաշինք, որը այսպես թե այնպես ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից։ Եվրոպան փորձում է հիմա արդեն շատ ավելի դժվար է հիմա փորձել առանձնանալը, որովհետև Մեծ Բրիտանիան չկա արդեն այնտեղ, հենց դա էր պատճառը նաև Brexit-ի, բայց այնուամենայնիվ շատ թույլ նման մոտեցումներ, թույլ քայլեր կատարվում են այդ ուղղությամբ, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի արտգործնախարար Բորելը վերջերս Չինաստանում հայտարարեց, որ գիտեք ինչ կա, չինացիներին դիմեց, ասաց գիտեք ինչ կա, մենք մեզ մի վերաբերվեք ամերիկյան պրիզմայով, մենք առանձին ենք, մենք ձեզ հետ ուզում ենք, մենք խնդիր չունենք, մենք ձեր հետ պրոբլեմ չունենք, դուք ունեք խնդիր Միացյալ Նահանգների հետ, մենք դրա հետ կապ չունենք եւ այլն, բայց սա շատ թույլ արգումենտներ են, որովհետեւ մեծ հաշվով Եվրոպան ցավոք սրտի նույնականացվել է այսօր ռազմաքաղաքական դաշինքի հետ եւ շատ դժվար է դա տարանջատել եւ ուրեմն այս պահի դրությամբ մենք ունենք Եվրոպա, որը գնացել է տարալուծման ճանապարհով, իհարկե մենք ներեվրոպական ներքին տեսնում ենք նաև այդտեղ զեղումներ, որոշ երկրներում մենք տեսնում ենք ազգայնական ուժերը սկսում են հաղթել ընտրություններում, մասնավորապես Հունգարիայում, այս վերջերս Սլովակիայում, գերմանական որոշ հողերում, մասնավորապես Բավարիայում ազգայնական ուժերը հաղթում են։ Այլընտրանք Գերմանիայի համար ամեն տարի ավելի ու ավելի շատ է ձայն հավաքում։ Նույն Ֆրանսիայում արդեն տասնամյակներ շարունակ ասենք այս ցիվիլ ռեսպուբլիկականներին դիմակայում է Լեպենի ընտանիքը, որը ազգայնական է, սկզբից հայրն էր, հիմա դուստերն է, հա, այսինքն սա եւ ես ձեզ ասեմ, որ հաջորդ տարի ոչ միայն ընտրություններ են սպասվում Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպարլամենտի ընտրություններ են։ Եվ իսկապես այդ ընտրությունների արդյունքը ցույց կտա, թե ինչքանով են ազգայնականները տարածվում հիմա Եվրոպայում։ Եթե դա սկսեց կրել արդեն որոշակի ուրեմն բնույթ, այսինքն ինչ-որ ծանրակշիռ բնույթ, այստեղ հնարավորություն եմ տեսնում Եվրոպայի համար այնուամենայնիվ որոշ իմաստներով առանձնանալ, քաղաքական տեսանկյունից առանձնանալ Միացյալ Նահանգներից։ Դուք ասացիք նաև Ռուսաստանի մասին, ես չէի հակադրի Ռուսաստանը Եվրոպային, դա նորից իմ կարծիքով կեղծ օրակարգ է, թե ռուսների։ Շատ հետաքրքիր խոսակցություն ենք սկսում, մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ եւ ես բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեզ ռադիոյով են լսում FM 106 եւ 5 հաճախականությամբ, կոչ եմ անում գան գործարար ալիքի լրատվական ռադիոյի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիք, որպեսզի լսեն մեր խոսակցության շարունակությունը։ Պրոֆեսոր Դարփինյանն ասում է, որ չարժի Եվրոպան Ռուսաստանի հետ հակադրել, մնացածը կնայեք համացանցում։ Շնորհակալ եմ։ Ոչ միայն չարժի, դա սխալ օրակարգ է, դա կեղծ օրակարգ է, որը ցավոք սրտի զարգացվում է եւ Ռուսաստանի կողմից եւ Եվրոպայի կողմից։ Այո, ասենք եվրոպական արժեքները սողոսկել են Ռուսաստան նույնպես 18-րդ դարում, բայց այդ արժեհամակարգը, քաղաքակրթական կանոնները վերջին հաշվով մենք ունենք Պետերբուրգ, հա, ասենք ռուսները ունեն Պետերբուրգ, շատ Եվրոպա է, հասկանալի, չէ, ասենք ունեն Պետերբուրգ, ունեն այնուամենայնիվ քրիստոնեական, չնայած պահպանողական, բայց նույնպես արժեքային համակարգ, այստեղ հակադրելը բացարձակապես
կարծում եմ դեմ է եւ Ռուսաստանի շահերին եւ Եվրոպայի շահերին։ Այստեղ արհեստական բերված օրակարգ է ցավոք սրտի, որը գեներացնում է նորից նոր ու նոր այդպիսի ալիքներ, որոնք իմ կարծիքով իմաստ չունեն։ Գրեթե համոզված եմ, որ վաղ թե ուշ Եվրոպան եւ Ռուսաստանը կդադարեն միմյանց որպես թշնամիներ դիտել, որովհետև դա ուղղակի բանականության հետ չի խոսում, ընդհանրապես դա դեմ է, որը նաև դեմ է շահերին, դեմ է բանականությանը, դեմ է արժեհամակարգային, ուրեմն ամբողջ բանին, եւ իմ կարծիքով այստեղ մենք նաև, եթե մենք սուվերենության բավարար չափ դրսևորենք, մենք կկարողանանք որոշ իմաստով այդ կամուրջային ինչ-որ մի դեր խաղայինք այդտեղ։ Միգուցե փոքր կամրջակ հանդիսանանք Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև։ Եվ միգուցե դա է մեր առաքելությունը։ Հիմա մենք էլ որ ասում ենք, որ եվրոպական ուղի ենք ընտրել եւ այլն, դա ոչ թե հակադրում ռուսական ուղու։ Մենք մեր ուրույն ուղին ենք ընտրում։ Դրա վրա կանգ առնենք ձեր թույլտվությամբ։ Մենք ասում ենք, որ մենք եվրոպական ուղի ենք ընտրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եվրոպական պարլամենտում ծափահարում էին, տպավորիչ էր, իրականում տպավորիչ էր, մեր գլուխը շոյում են, մեզ մխիթարում են, թե մեզ ասում են բարի գալուստ Եվրոպա, եղեք ավելի ակտիվ, ինչ էր սա, այսինքն, ոնց եք դուք ընկալում Եվրոպայի կողմից տրված այս ազդակը։ Գիտեք, նորից հակադրման մեջ են դիտում, իմ կարծիքով դա ճիշտ չի, հակադրել, ասենք, դեմոկրատական երկրները մնացած աշխարհի հետ, մեզ համար շոյի չէ իհարկե եւ այդ քաղաքակրթական պատկանելիությունը ֆիքսելը շատ կարեւոր է իմ կարծիքով դա առաջին դրական ազդակն է որ ես կարող եմ ֆիքսել այսինքն մենք որպես եվրոպական քաղաքակրթական համակարգ ընդունվեցինք առնվազն ասենք եվրոպական պարլամենտի կողմից եվրոպական երկրների կողմից մենք տեսնում ենք ակտիվությունը գալիս գնում են արտգործնախարարները նման ակտիվություն երբեք չի եղել եվրոպական վեկտորը սկսեց աշխատել դա շատ դրական է մի կողմից մյուս կողմից չհակադրենք դա ռուսական վեկտորին չհակադրենք դա Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները դա հնարավոր է պարոն Դարբյան իհարկե հնարավոր է դա հնարավոր է նուրբ դիվանագիտության շնորհիվ դա հնարավոր է ցույց տալով նույն Ռուսաստանի որ մենք որևէ քայլ չենք կատարել կամ չենք պատրաստվում կատարել հակադրվելով իրենց մենք ընդհանրապես ֆիքսում ենք մեր քաղաքակրթական պատկանելիությունը եւ փորձում ենք այդ պատկանելիության մեջ մեր արժեհամակարգային ամբողջ այս համակարգով հանդես գալ նույն Եվրոպայում նույն Ռուսաստանում որևիցե մի այլ տեղ ես կարծում եմ որ մենք չպետք է հակադրենք մենք գալիս ենք համալրելու Եվրոպական արժեքային համակարգը մենք գալիս ենք համարելու նույն ռուսական արժեքային համակարգը Ռուսաստանյան դաշնությունում մենք հիմա գիտեք ռուսները մեկ արգումենտ են վերում ասում են մենք դա չի կարող Հայաստանը մեզանից փոխվել որովհետև մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում քան թե Հայաստանը բացարձակ տխմար արգումենտ է ես ասեմ ես ցավում եմ որ բավական բարձրաստիճան ռուսներ դրա մասին ասում են դա այսինքն դա սպառնալիքի տեսք է ընդունում որը որ բացարձակ չարժե է այստեղ հոլովել այն հայերը որոնք որ Ռուսաստանի քաղաքացիներ են նրանք ծառայում են Ռուսաստանի դաշնության շահերին նրանք հսկայական ներդրում ունեն Ռուսաստանի դաշնության զարգացման մեջ եւ իրենք որպես Ռուսաստանի դաշնության օրինապաշտ քաղաքացիներ ես կարծում եմ որ առանձին արժեք են ներկայացնում Ռուսաստանի համար այդ մեր համար այլ Ռուսաստանի համար հսկայական արժեք են ներկայացնում այսինքն դրանով մեզ երես են տալիս որ այն հայերը որոնք որ Հայաստանի քաղաքացիներ են եւ այնտեղ ուղղակի աշխատանքային պայմանագրերով են աշխատում նույնպես իմ կարծիքով հսկայական ներդրում ունեն Ռուսաստանի տնտեսության մեջ այդ մարդիկ վերջին հաշվով ուրեմն բանիմաց մարդիկ են նրանք անպայման վարպետներ են նրանք անպայման մասնագետներ են նրանք անպայման օգուտ են տալիս այդ երկրին ի վերջո եթե իրանց կարիքը չլներ իրանք այնտեղ չէին հայտնվի եթե իրանք այնտեղ են ուրեմն կարիքը եղել է ես ուզում եմ ձեզ նաև ուրեմն հասցեագրեմ պատրիարխ Կիրիլը այս վերջերս մի հայտարարություն արեց ասաց եթե մենք այսինքն իրենք ռուսները եթե մենք ասես չկարողանանք պահպանել ռուսների եւ քրիստոնեության ուրեմն այս ծավալային գերիշխանությունը Ռուսաստանում մենք կկորցնենք երկիրը այսինքն ինքը
ակնարկում էր, որ իսլամական ուրեմն դավանանքի ներկայացուցիչները քանակական առումով իհարկե շատ ավելի արագ են բազմանում եւ եթե տենդենսները մնան այնպես ինչպես կան, մի քանի տասնամյակ հետո Ռուսաստանը կարող է ավելի, ասենք, իսլամական դավանող հասարակություն եւ բնակչություն ունենա, քան քրիստոնեություն։ Իսկ հայ քրիստոնյաները այնտեղ միայն օգուտ են բերելու Ռուսաստանին, անգամ նրանք, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ չեն։ Մեզ երեսով տալը դա ճիշտ քաղաքականություն չի, այսինքն դա իմ կարծիքով պետք է վերջ տալ դրան եւ ճիշտ կլինի, որ մենք դրա վերաբերյալ խոսենք, էլի արտահայտվենք, այսինքն դա արգումենտ չի։ Նախ մենք չենք ուզում փոկվենք, մենք չենք հակադրվում։ Մենք ընդհանրապես ուզում ենք գտնենք մեր սուվերենությունը։ Մենք ընդհանրապես ուզում ենք հանդես գանք որպես Հայաստանի Հանրապետություն եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք չենք հակադրվելու ոչ Ռուսաստանի շահերին, ոչ եվրոպական շահերին, ոչ ամերիկյան շահերին, բայց մենք փորձելու ենք համադրել այդ շահերը եւ առաջնահերթության կարգով դիտարկել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի սուվերենությունը։ Սա ի շարունակություն են հարցի, որ մեզ այնտեղ սպասում են, թե չեն սպասում։ Ֆրանսիայի հետ զենքի մատակարարման քննարկումներ են գնում, կարծես թե հաջողությամբ են ավարտվելու, շատ նման է դրան։ Դա միայն Ֆրանսիայի մոտեցումն է ազդես, թե դա համաեվրոպական մոտեցումն է Հայաստանին։ Ես կարծում եմ, որ որոշակի կոնսենսուսի արդյունք է դա։ Առաջին քայլն է, դա շատ լավ սիմվոլիկ քայլ է, որը թույլ կտա մեզ նաև այլ երկրների հետ ունենալ համարժեք համագործակցություն մեր շահերից ելնելով եւ գիտեք, եթե նախկինում ասում են, որ մեր անդամակցությունը հապկին կարող է խոչընդոտ հանդիսանալ Ֆրանսիայից զինամթերքի ներկրման համար, հիմա մենք տեսնում ենք, որ դա խոչընդոտ չէ։ Եվ եթե դա խոչընդոտ չէ, ուրեմն մենք նորից պիտի համադրենք բոլոր հնարավոր մեր շահերը եւ հնարավորությունները ընդլայնենք, ոչ թե պակասացնենք, ոչ թե մեկը մյուսի հաշվին, այլ ընդլայնենք։ Ես կարծում եմ, որ ֆրանսիական այդ զինամթերքի մատակարարման կոնտրակտներին կհաջորդեն նաև այլ կոնտրակտներ, ոչ պարտադիր եւ անպայման, ասենք, եվրոպական երկրներից։ Ես հույս ունեմ, որ նույն Կանադայի հետ մենք կկարողանանք լայնացնել մեր հարաբերությունները այդ թվում, այդ ոլորտում։ Եվ պատահական չէ, որ Կանադան բավական արագ կերպով դեսպանատուն բացեց Հայաստանում։ Ես տեսնում եմ այդտեղ ստրատեգիական լուրջ համագործակցության պոտենցիալ։ Ես կարծում եմ, որ նաև այլ երկրների հետ նույնպես եվրոպական Գերմանիան կարծես թե նույնպես բավական չափով հետաքրքրություն է այսօր ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, մասնավորապես եղավ հայտարարություն, որ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, գերմանական խոշոր ընկերությունները կգան Հայաստան եւ կօգտվեն Հայաստանի ինտելեկտուալ հնարավորություններից, մեր գրագետ աշխատուժի հնարավորություններից։ Ես կարծում եմ, որ այստեղ առաջին, այսպես ասած, ծնծաղիկը արդեն երևաց եւ դա շատ լավ է։ Մի հարց էլ քննարկենք, դեռ ժամանակ ունենք, կարծում եմ։ Մենք խոսում ենք շահերի համադրման մասին, բայց ինչ են ասում, հա, Հայաստանում պրոռուսական թևի ժողովուրդը եւ նաեւ կարծում եմ, որ այդ ազդակը Ռուսաստանից է։ Իրենք ասում են, որ այս ռեգիոնում եվրոպացիները չկան, այս ռեգիոնը Եվրոպայի հետաքրքրությունների ռեգիոն չի, ու եվրոպացիները, որ ձեզ զենք են տալի, ձեր մոտ դեսպանատներ են բացում, այն կողմի, ասենք, չգիտեմ, Կանադան, որ ձեզ կանչում են Եվրոպարլամենտ, դուք ելույթներ եք ունենում, ձեզ ծափարում են, այդ նրանից չի, որ դուք լավն եք, այդ նրանից է, որ իրանք մեզ չեն սիրում։ Դա այդտեղ մեր պատասխանը պիտի լինի հետևյալը, այս ռեգիոնում եվրոպացիներ կան եւ դա մենք ենք։ Այս պիտի լինի պատասխանը առաջին։ Երկրորդը, նորից, այո, միգուցե դրանում կա ճշմարտություն։ Եվրոպան միգուցե տակացել է մեր հետ, որովհետև ուզում է ձեզ հետ, ձեր շահերին, այսպես ասած, ամերիկյան դրդմամբ, նորից եմ կրկնում, սա չեմ կարծում, որ Եվրոպայի առանձին քաղաքականությունն է։ Բայց նաև մենք մեր դերակատարումը տեսնում ենք այստեղ նրանում, որ կարողանանք համադրել ձեր Ռուսաստանի եւ եվրոպական շահերը եւ երբեք չհակադրել իրար։ Ես ամենայնպես այս պահի դրությամբ չեմ տեսել որևէ քայլ պաշտոնական Հայաստանի, որը հակադրեր եվրոպական շահերը ռուսականին։
տեղակայել ենք եվրոպական դիտորդներ, լավ ենք արել, մեր շահերից։ Բայց ռուսները մեկը համարում են, որ դա իրանց շահերի դեմ է։ Այսինքն չգիտեմ, դա ինչ-որ իրացիոնալ խանդ է, թե Դե գիտեք, ասենք ամեն մի խանդ էլ գալիս է ինչ-որ մի этап, երբ որ սառում է այդ խանդը։ Հիմա ժամանակի խնդիր է, սովորության խնդիր է, գիտեք, մենք պիտի հասկանանք, որ մեր սուվերենությունը մենք չենք դրսևորել բավարար չափով տասնամյակների ընթացքում։ Դրա համար սովորություն է առաջացել, որ մենք ենթակա ենք, մենք ենթարկվում ենք, մենք չունենք մեր ուրույն սեփական գիծը արտաքին քաղաքականության մեջ հատկապես։ Հիմա պիտի աշխարհը սովորի եւ Ռուսաստանն էլ հասկանա, որ մենք ունենք այդ գիծը, մենք որոնում ենք այդ գիծը, լավ եկեք այսպես ասենք, որոնում ենք, փնտրում ենք եւ այդ գիծը դասավորելու ենք, ստեղծելու ենք մեր ազգային շահերի համապատասխան։ Եվ դա երբևիցե չի լինելու ի հակադրումն իրենց գործողությունների կամ ի հակադրումն որևէ մեկին։ Մենք համադրելու ենք շահերը, փորձելու ենք առաջնահերթության կարգով դիտարկելով մեր շահերը։ Սա է հենց արժեհամակարգային եւ քաղաքակրթական մեր ինքնության դրսևորման ճանապարհը։ Այո, մենք պիտի ասենք, քաղաքակրթության տեսանկյունից մենք եվրոպական երկիր ենք։ Այս կոնտեքստում, համատեքստում մենք պատրաստ ենք լինել թեկուզ եւ փոքր, բայց կամրջակ ձեր եւ Եվրոպայի միջեւ, Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, համարելով, որ դուք ունեք հսկայական եվրոպական ժառանգություն, եւ երկրորդը մեր արժեհամակարգը արևելյան է, եւ մենք մեր արժեհամակարգով ենք մտնելու եվրոպական ընտանիք, մենք չենք տարալուծվելու, դա հնարավոր չէ, դա սխալ կլինի, մենք ուղղակի կկորչենք, այնպես ինչպես կորչում են այսօր մոլդավացիները, տեսեք, ասենք, Ռումինիայի արտգործնախարարը հայտարարում է, ասում է, այսպես կոչված մոլդավական լեզու, լսեք, սերունդներ են կրթվել, մեծացել իրենց գիտակցությամբ, որ իրենք մոլդավացիներ են։ Հիմա բարձրացնում մոլդավացիներ չկան, ինչու է այդ սերունդների կյանքը ուղղակի աղավաղում։ Դա նույն սխալն է, որը ռուսները Ուկրաինայում են անում, այսինքն ասելով, որ չկա ուկրաինական լեզու, չկա ուկրաինական պետություն, չկա Ուկրաինա։ Այսպես կոչված Ադրբեջանը ինչ է, այսպես կոչված Ղարաբաղցիները, հասկանում եք, որպես առանձին ուրեմն համայնք չեն դիտում, այսպես կոչվածը ո՞րն է։ Այսինքն չի կարելի, եթե գնացին տարալուծման, ես կարծում եմ, որ Մոլդովան եթե գնաց նման տարալուծման, ես կարծում եմ, որ մեծագույն կորուստ կլինի ոչ միայն իրենց համար, ընդհանրապես քաղաքակրթության համար։ Մարդկության համար, բոլորի համար։ Ասենք մոլդովական պարեր կան, հիմա ինչ, այդ պարերը ուր գնացին։ Մոլդովական երաժշտություն կա, լսեք։ Իսկ դա տարբերվում է, այո, ես երաժշտությունից մի փոքր բան հասկանում եմ։ Տարբերվում է ռումինականից։ Կա մոլդովականը, կա ռումինականը։ Հիմա ինչու եք տարալուծում։ Նույն կերպ մենք իրավունք չունենք տարալուծվելու եւ հայրական ապտակի դերը, նշանակությունը, քաշը եւ մեծագույն արժեքը մենք գիտակցելով պիտի մտնենք Եվրոպա։ Սրանով էլ ավարտենք, սիրելի ռադիո լսողներ, Դարփինյանի ժամներ գործարար ալիքի եթերում։ Լսում եք մեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ, դիտում եք մեզ համացանցում գործարար ալիքի լրատվական ռադիոյի եւ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջերում կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։